Գյումրու դրամատիկական թատրոնի փոքր բեմում նորաստեղծ լուսավորիչ թատերաստուդիայի սաները ներկայացրին իրենց առաջին քննություն ներկայացումը՝ «Ֆաբուլարիումը» կամ «Առակախաղը»։ Աթաբեկ Խնկոյանի առակների հիման վրա ստեղծված բեմադրությունը միավորում է 6 պատմություն, որոնք կենդանիների կերպարներով խոսում են մարդկային արժեքների, բարության ու պատասխանատվության մասին։ 6 առակ ենք ներկայացնում, ամենահայտնի, հետաքրքիր ու գեղեցիկ գործերը։ Մկների ժողովը, ճպուրն ու մրջյունը, մուկն ու կատուն քննություն է նախ եւ առաջ մեզ համար, որպեսզի նաև մենք հասկանանք, թե ուր ենք հասել մեր աշխատանքով երեխաների հետ։ Բեմում յուրաքանչյուր սան միաժամանակ մի քանի կերպար է մարմնավորում, բացահայտելով առակների խորքային ասելիքն ու սեփական դերասանական հնարավորությունները։ Ինձ դուր է եկել մրջյունի կերպարը, պետք է աշխատել մեր համար, այսինքն ոչ թե ուրիշի, բայց ինքը աշխատասեր կերպար է, բայց միևնույնն է, այնքան էլ այդ աշխատասիրությունը չպետք է խանգարի բարությանը, որ մյուսներին համենայնդեպս օգնի։ Մենք այս առաջին անգամ ենք դուրս եկել բեմ, այս ծառում է որպես համ ներկայացում, համ քննություն, փորձում ենք մեր ուժերը ու հավատում ենք մեր մեջ, որ մենք կարողանանք ավելի մեծ բարձունքների հասնել։ Լուսավորիչ թատերաստուդիան նորաստեղծ ստեղծագործական հարթակ է։ Հիմնադիրները երիտասարդ դերասաններ են, ասում են դժվար ու պատասխանատու քայլ է պրոֆեսիոնալ թատերախմբերի կողքին գործելը, միևնույն ժամանակ պարտավորեցնող։ Մեր կարգախոսը այսպիսին է՝ լուսավորենք մեր մտքի, ուժի եւ երազանքի ճանապարհը։ Ինձ թվում է այստեղ ամեն ինչ ամփոփված է, թե ինչ գաղափարախոսությամբ է գնալու առաջ։ Ֆաբուլարիումը թատերաստուդիայի առաջին քննություն ներկայացումն էր, առջևում նոր բեմադրություններ ու հավակնոտ նոր պլաններ ունեն։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։